Ես այսօր մեկ գավաթ սուրճի եմ հրավիրել մի հրաշալի զույգի, Project Realty Group-ի հիմնադիրներ Էմիլիա Ղուկասյանին և Ալեքսանդր Դիլբանդյանին։ Մենք խոսենք երկու երկրների իրականությունների, ռիսկերի և նոր հնարավորությունների մասին։ Սկսեցինք։ Շատ շնորհակալություն սիրելի Էմիլիա եւ Ալեքսանդր, որ դուք ընդունեցիք սուրճի իմ հրավերը, եւ մենք հիմա քաղաքի սրտում գտնվող այս շքեղ բարձրակարգ հյուրանոցի սիրուն անկյունում Մայրոտ Արմենիայի պետք է սրճենք, զրուցենք եւ բարի գալուստ Հայաստան։ Ես շատ ուրախ եմ, որ հայերը վերադառնում են եւ ներդրումներ են անում։ Մենք էլ ենք շնորհակալ Նարաջան հրավերքի համար։ Սուրճ սիրում եք։ Սուրճ սիրում ենք ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում։ Ես ձեզ Մարաշիից շատ համեղ քաղցրավենիք եմ հյուրասիրում, քաղցրի հետ ո՞նց եք։ Չափավոր։ Փոքրիկ կտորներ են, այնպես որ կարող եք համտեսել։ 20 տարի դուք ապրել եւ աշխատել եք ԱՄՆ-ում, անշարժույթի ոլորտում։ Այդ տարիները ձեզ ինչպես են ձևավորել որպես մասնագետ եւ որպես ընտանիք։ 20 տարի աշխատել ենք եւ ապրել ենք Միացյալ Նահանգներում, 2005 թվականին ենք տեղափոխվել, կոնկրետ ասեմ Լոս Անջելես, Գլենդել, առաջի քաղաքը, 10 տարից ավել ապրել ենք այնտեղ, հետո տեղափոխվել ենք մյուս հայաշատ շրջանները, Լոս Անջելեսի, Նորթ Հոլիվուդի կողմ, այնտեղից էլ Վալենսիայի կողմ, հետո հետաքրքիր է եղել ամեն ինչը, տարիների ընթացքում բնականաբար փորձ ենք ձեռք բերել, հաղթահարել ենք դժվարությամբ կարոտը դեպի հայրենիք, կոնկրետ Երևան, ընկերներ, հարազատներ, կտրվել ենք, շատ մեծ գին ենք վճարել դրան։ Միացյալ Նահանգներում ամպագորգոր չհնչի, հասել ենք մեր ցանկություններին, տուն, տեղ, երեխաները Փառք Աստծո ուսում են ստացել, մեծացել են նորմալ պայմաններում, խնդիրներ չեն ունեցել, թե առողջական, թե հոգեկան, ավելի շատ մենք ենք մեր առողջությունը ու հոգեկան վիճակը մաշել, այսպես ասած, բայց վերադառնալով Հայաստան, ազնիվ եմ ասում, վերականգնվում ենք։ Ոնց որ մեր բջիջները բուժվում, հետ են գալիս։ 3 լավագույն ընկերներիցս մեկի ծննդյան օրն էր 50-ամյակներ, Կարենի Պողոսյան, այտենց նայում ենք իրար, այտենց տարիքով ենք, մեր երեխաները մեծ են, դեռ ներկա են, Փառք Աստծո ծնողները առողջ են, որոշներին արդեն չկան, բայց էսա մեր կանչում է հայրենիքը։ Նամանավանդ հիմա որ ահագին բան փոխվել է, ահագին բան դեպի լավն է գնում, տեսնում ենք այդ լավը, ուզում ենք որ Լոս Անջելեսում երկար տարիներ մնացած ու Հայաստան չեկած մեր հայրենակիցները Հայաստանից եւ ոչ միայն Հայաստանից, տարբեր աշխարհի երկրներից որ եկել են ու բնակվում են ԱՄՆ-ում, մեր մեսեջը հասցնենք, որ Հայաստանը այն Հայաստանը չի ինչ որ դուք տեսել եք 90-ականներին, 80-ականներին մութ, ցուրտ եւ այլն։ Հետո ուսումնասիրում ենք ստեղ տարբեր բաներ, բնականաբար ըստ մեր մասնագիտության անշարժ գույքը, մեզ հետաքրքիր է թե մարդիկ որտեղ են ապրում ու որտեղ պիտի ապրեն, եթե գան, ինչ պայմաններ են եւ այլն։ Իհարկե տարբեր է շատ։ 20 երկար տարիներ ԱՄՆ-ում, իհարկե մեզ կերտել են, դարձրել են, մեծացրել են, ավելի խորհրդառու են դարձրել անշարժ գույքի ոլորտում, ոչ միայն անշարժ գույքի առքիվաճառքի, այլ նաև բնակելի շենքերի, տների վարկավորման աշխատանքներում։ Այս տարիների ընթացքում իհարկե ձևավորվել ենք որպես լավ մասնագետներ, ստացել ենք եւ Փառք Տիրոջը, ունենք այն վստահությունը արդեն ընկերներ, արդեն ընտանիք դարձած մեր հաճախորդների եւ հենց իրանց փորձը մեզ հետաքրքրեց, թե ինչու այսքան տարի անց, այսքան տասնամյակներ ապրելուց հետո ԱՄՆ-ում շատ-շատերը ուղղակի որոշեցին ամեն ինչին ցտեսություն ասել ԱՄՆ-ում, չնայած որ այս երկիրը իրականում հնարավորությունների երկիր է, որին ես շատ շնորհակալ եմ որպես մարդ, որպես մայր, որպես մասնագետ եւ վերադարձել եմ Հայաստան մշտապես այստեղ ապրելու։ Ինչ պատճառով
այս մարդկանց համար էլ է սա եղել մի փորձ, մի շրջան, որ իրանք անցել են մեծանալով, ավելի որակով կյանքի անցնելու։ Դուք լիցենզավորված բրոկեր եք։ Այո, Իսկ ինչ է նշանակում լիցենզավորված բրոկեր։ Գոյություն ունի ստանդարտ ԱՄՆ-ում, ամեն նահանգը ունի իր օրենքները, օրենսդրությունը, անշարժ գույքի արկովաճառքի համար եւ իհարկե վարկավորման համար դու հարկավոր է, որ ամեն մասնագետ ունենա իր լիցենզավորման ստատուսը, կարող է լինել salesperson, գործակից, կամ կարող է լինել broker։ Ես Երևան եմ եկել որպես broker, այսինքն ես կարող եմ աշխատանքի ընդունել եւ ունենալ գործակալներ, որոնք նույնպես աշխատում են այս ոլորտում արկու վաճառքի։ ԱՄՆ-ում հիմա մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է եւ ինչպես է դրան արձագանքում հայ համայնքը երկրում ներդրումներ կատարելու, գույք ձեռք բերելու առումով։ Շատ մարդիկ կան մեր հայրենակիցներից, որ գումար ունեն, բայց շատ զգուշանում են Լոս Անջելեսում, կոնկրետ Կալիֆոռնիայում։ Ինչու են խրտնում։ Չեն խրտնում, հասկանում են, բիզնեսից բանից հասկանում են, օրենքները փոփոխվել է, ամեն ինչ բյուրոկրատիան շատ կարծրացել է Կալիֆոռնիայում, ես նշում, որովհետև տարբեր նահանգներում տարբեր է։ Իդեպ Կալիֆոռնիայից են գնում ամերիկացիներ ու տարբեր ազգեր ունեն մեծ ընկերություններ տեղափոխվում են ավելի հարմար նահանգներ։ Մարդիկ այդ ընտրությունը ունեն, հանգիստ են ամերիկացիները, հայերս մի քիչ դժվարանում ենք տեղափոխվել այնպիսի նահանգ, որտեղ հայ համայնք չկա, քիչ է եւ այլն։ Թողել իրանց բարեկամներին, հարազատներին, ասենք թե Գլենդելում օրինակի համար, հա, ու տեղափոխվել Թեքսաս նահանգ, որ տենց հիմա ավելի լավ պայմաններ են, բայց ամեն ինչ չի իդեալական, չկա իդեալական նահանգ։ Իսկ շատ են դեպքերը, երբ մարդիկ զգուշանում են, մեծ քայլ չեն անում եւ մնում են անորոշության։ Շատ զգուշանում են ու դա նպաստում է տնտեսության վայրեջքին, որ մենք նոր գնացած ժամանակ 2005 թվին գնացինք, մենք այդ մեր աչքով մեր կաշվի վրա զգացինք 2007 թվի, 8 թվի այդ տնտեսական, այդ փլուզումը տնտեսության, այդ ահավոր էր, պանիկա էր բոլորի մոտ, որտեվ ամեն ինչ փակվում էր, խանութներ, բան, մեր իմացած, շատ հայտնի Գլենդելի Արցախի պողոտան, այնտեղ այնպիսի խանութներ ու ռեստորաններ փակվեցին, ուղղակի հոդս ցնդեցին, սենց ասեմ։ Իսկ դուք կարելի է ասել սկսեցիք 0-ից, այ ինչ դժվարություններ դուք հաղթահարեցիք։ Շատ դժվար էր, հիմա անցել գնացել է, տենց ես չեմ սիրում այդ թեմայը խոսալ, բայց բանը ամենամեծ դժվարությունը այդ կարոտն էր, որ մեզ խանգարում էր, որ մենք եկանք այնպես չէ, որ մի անգամից մեզ ամեն ինչ դուր եկավ ու տենց մենք երջանկությունից ուրախանում էինք, որ ինչ լավ է եկել ենք, չէ, մենք մեր կամքով գնացինք Միացյալ Նահանգներ, green card շահեցինք, որոշեցինք գնալ տեսնել ինչ կա։ Երեխաները օգնեցին, որ մնանք, այսպես ասեմ, որտեղ իրանք ավելի շուտ ինտեգրվեցին։ Դպրոցներում խնդիր չունեցան, մանկապարտեզում խնդիր չունեցավ աղջիկս։ Իրանց խաթր մնացինք, ասեցին, եթե իրանք խնդիր կունենան, իրանց խաթր հետ կգնանք։ Բայց քանի խնդիր չունեն, թող տեսնենք ինչ կլինի, չենք հուսահատվում, չենք կոտրվում, դժվարությամբ, բայց շարունակում ենք ապրել։ Ամենադժվար տարիները եղել են այդ 2007-8-ից մինչև 11-12, մինչև տնտեսությունը սկսեց ծաղկել, անշարժ գույքը սկսեցին նորից գնել, վաճառողներ, գնորդներ, այդ բումը սկսվեց։ Դուք ներկայացրեցիք մի մեծ սեգմենտ, ովքեր քաղաքացիներ են, ունեն հնարավորություններ, կարող են անել ներդրումներ, բայց օրենքների ինչ-ինչ փոփոխությունների պատճառով իրենք դեռ մի տեսակ կանգառ են արել եւ պաուզա են վերցրել, հա, բայց մենք ներկայացնենք նաեւ մի շատ կարեւոր խումբ, դրանք մարդիկ են, որոնք կանգնած են դեպորտի վտանգի առջև։ Շատ ցավում եմ, որ այդպես է, բայց առնչություն ունեմ էմիգրացիոն իրավաբանների հետ, անձամբ ճանաչում եմ, միշտ անընդհատ այդ հարցը տալիս եմ ես, գրեթե շանսեր չկան, համոզված եմ, որ մեր քաղաքացիները, ովքեր դիմել են իրանց իրավաբաններին, իրանց իրավաբանները ազնիվ իրանց կպատասխանեն, քանի տոկոս է հավանականությունը, որ դուք կդառնաք քաղաքացի։ Ինչի քաղաքացի կամ green card, հետո քաղաքացի իհարկե, ելք ու մուտք կարողանաք ունենաք երկրից գոնե։ Ոչ մի ինչ-որ առավելություն չի տալիս ամերիկյան անձնագիրը,
հələ մի բան է տարբեր խնդիրներ է առաջացնում, բայց գոնե կարող ես շրջագայել գալ Հայաստան, այս կոնկրետ Հայաստանը ասել, տարբեր առիթների, Աստվածչանի տխուր առիթների մարդիկ չեն կարողանում գան, իրանք չունեն երկրից դուրս գան։ Մենք կարող ենք ասել, որ դուք դիտարկելով այս սեգմենտները, այս խմբերը, որովհետև դուք մեծ շփումներ ունեք բոլորի հետ, մի տեսակ վերլուծեցիք շուկան, որոշեցիք գալ Հայաստան, ուսումնասիրել, տեսնել եւ դիտարկել Հայաստանը։ Մենք ուզեցանք ասեկոսներից հեռու լինենք, հաղորդումները ինտերնետով տարբեր տեսակ քաղաքական, ներքաղաքական, որ խանգարում է մարդկանց կողմնորոշվել, տնտեսական, այդ ամեն ինչից զերծ մնալ, որտեղ իրար հակասող շատ բաներ է գնում։ Ես խորհուրդ կտամ մեր հայրենակիցներին քիչ նայել, ով որ լուրջ հետաքրքրվածություն ունի, ոնց որ բիզնեսին են մոտենում, կարողանան գան նայեն, իհարկե նրանք ովքեր անձնագիր ունեն, իսկ մյուս մեր հայրենակիցները, որ չունեն, թող մտածեն, թող շփվեն իրանց հարազատների բարեկամների հետ, այդ հարցը քննարկեն վերադառնալ, չվերադառնալու, որովհետև մենք անձամբ ունենք շատ մտերիմ հարազատ ընկերներ, ընտանիք, որոնց երեխաները մեծացել են արդեն, դպրոցները ավարտել են արդեն, բայց իրանք թուղթ չունեն։ Այսինքն բարձրագույն կրթության եւ կայացման խնդրի առջև այո, ինչա լինելու իրանց արեստով զբաղվեն, խնդրեն, բայց եթե արեստով չեն ուզում զբաղվեն, ուզում են բարձրագույն համալսարաններ ավարտեն, օգտվեն ամերիկյան այդ պետական տարբեր ծրագրերից, որ օգնում է ուսանողներին։ Առանց փաստաթուղթ մարդիկ այդ հնարավորությունը չունեն, չեն ունենալու։ Հիմա էլ տարբեր ֆոնդեր կրճատում են, այս նոր քաղաքականությունը էմիգրացիայի հետ կապված եւ այլն, շատ դժվար է իրանց, ես շատ ցավում եմ ու այսօր Հայաստան ու Ամերիկա ճեղքվածքը, այսպես ասած, տնտեսական տեխնոլոգիաների կյանքի տեմպի այդքան մեծ չի, որ կանի 91-ին չորեն ժամանակ, այսօր հատուկ Հայաստանում զրուցում ենք տարբեր մարդկանց հետ, մեր սիրելի վարորդների հետ, որ իրանք ամեն ինչ գիտեն, այսօր ոչ մեկին Ամերիկայով չես զարմացնի։ Այսօր տեսնում եմ, որ շատ-շատերը այնքան են գնացել եկել Միացյալ Նահանգներ, բարեկամներ, ընկերներ ունեն, բայց իրանց հետ խոսում ես, ասում են շատ լավ է, հետաքրքիր է, այդտեղ գնացի, բայց այնտեղ չի ապրի։ Դուք եկաք բավականին ժամանակի այստեղ եք, չէ՞։ Որերորդ անգամ եք լինում Հայաստանում զուտ ուսումնասիրելու համար շուկան։ Սա երկրորդն է, որ ասենց ոնց որ հատուկ մնում ենք Երևանում, ուսումնասիրում ենք ինչա կատարվում, ամեն ինչը, այսպես ասած, պլյուսները եւ մինուսները, որ ամենտեղ կա այդ բանջի, բայց այն որ մարդիկ ապրում են ստեղ ու հանդիպեցինք բացի մեր այն ընկերներից, ովքեր citizen լինելով լրիվ տեղափոխվել են Հայաստան ու շատ գոհ են, շատերն են տեղափոխվել, ինտեգրվել են, այս մեր խցանումներով շատ լավ քշում են, ու իմացանք տարբեր մարդկանց մասին, որոնց մենք չէինք ճանաչում, թե քանի տարի են արդեն իրանք ստեղ եկել ու մի տեսակ բարի նախանձով ենք, որ ճիշտ ժամանակին կողմնորոշվեցին իրանք վերադարձան։ Ասեմ ձեզ երբեք ուշ չեմ։ Երբեք ուշ չէ, իհարկե։ Եվրոպական երկրներից մեր հայրենակիցները շատ են գալիս գնում են։ Իդեպ նշեմ, էտելա մեզ դուր գալիս, որ ստեղից շրջագայելը ավելի հեշտ ու հարմար է, քան Միացյալ Նահանգներից գնալ Եվրոպա։ Միացյալ Նահանգները ոնց որ ամեն ինչից հեռու է։ Շատ լավ։ Ձեր տպավորությունները Հայաստանի անշարժ շուկայից, հա։ Ես էլ Ալեքսանդրն էլ ծնվել ենք Երևան քաղաքի սրտում։ Մենք երևանցի ենք, մենք սիրում ենք Երևանը, անկախ եղանակի, անկախ իրավիճակի, քաղաքական թե ոչ։ Եվ այստեղ վերադառնալը միշտ ընկերներին, հարազատներին տեսնելը, այդ ոգին գտնելը, ինչի կարոտ ենք մենք իրականում։ Դե տուն վերադառնալ։ Այո, դա տուն վերադառնալը։ Ես միշտ ասում եմ, ես իմ երեխաներին էլ եմ մեծացրել ասելով, որ այո, ԱՄՆ-ն լինելով հզոր երկիր, ունենալով այն հնարավորություններ, որ ունենաս լավագույն կարիերա, ունենաս լավագույն մասնագիտություն, աշխատասիրությամբ եւ այլն։ Այո, բարձունքները կարելի է այնտեղ հասնել, բայց միևնույնը համարեք, որ դուք վարձել եք մի հատ մեծ հզոր գեղեցիկ վիլա եւ ի վերջո դուք պիտի վերադառնաք տուն։ Դրա համար մեզ համար մեր ուսումնասիրությունները ավելի մանրազնին, շինարարական եւ կառուցապատման այս գծում եւ այլն ոչ միայն եկավ ուղղակի հետաքրքրությունից, նպատակը
եղավ մեր մեծագույն, լավագույն հարազատների ԱՄՆ-ն լքելուց։ Իրանք դրթեցին մեզ, որպեսզի մենք ուղղակի ինքնուրույն մեր ոտքերով գանք հասնենք եւ տեսնենք։ Եվ իրականում այն սպասելիքներ, ինչ որ մենք ունեինք, ես կարող եմ ասել, շատ ավելի լավն են։ Տեսնում ենք մենք այն ամենը, ինչ որ այն ստանդարտները, որոնք մենք չէինք կարող պատկերացնել, որ կարող են Հայաստանում լինել։ Այո, քաղաքը մեծանում է, շինարարությունը ամենուր է, խցանումները շատ են, այո, մեր քաղաքը մեծանում է, բայց դա նաև նշանակում է, որ կա հոսք եւ կա հետաքրքրություն եւ մարդիկ ավելի բարելավում են իրենց կենսաձևը, ավելի հին շենքերից տեղափոխվում են նորակառույց շենքեր եւ այն պլանները, այն պրոյեկտները, որ մենք արդեն ուսումնասիրել ենք որոշ կառուցապատողների հետ, իրականում շատ ուրախալի են, շատ հետաքրքիր եւ ուրախալի են մեզ համար։ Դուք ինչ կասեք, Ալեքսանդր։ Ընտրությունը մեծ է, ասեմ, ովքեր տեղյակ չեն կամ քիչ են հետաքրքրվում Լոս Անջելեսից, Միացյալ Նահանգներից մեր հայրենակիցները, շատ-շատեր ունեն իրենց ընկերներ, բարեկամները ավելի շատ բան գիտեն անշարժ գույքից եւ այլն, բայց մենք ունենք հայրենակիցներ շատ, ովքեր տենց կապ չունեն Հայաստանի հետ, միգուցե մեկ-երկու անգամ տուրիստ են եկել, ման են եկել, բնականաբար հավանել են անխոս, բայց ասեմ, որ անշարժ գույքի ստեղ ընտրությունը մեծ է, մենք տեսել ենք շենքեր, որ արդեն շահագործման են, մարդիկ ապրում են, տեսել ենք, որ նոր մտնում շուկա, դեռ չեն վերջացրել շենք շինություն, բայց ահագին բան առել են, ու տեսել ենք իհարկե luxury segment կոչվածը, որ այդ ընտրությունն էլ ունենք, մեծահարուստ մեր հայրենակիցները, որ սիրում են եւ այլն, պահանջում են, որ հատուկ շենքեր լինեն, պահպանվող գեղեցիկ բնակարանները եւ այդ էլ ունենք ահագին։ Երևանից դուրս կան շատ ու շատ հետաքրքիր թաղամասեր, որ եթե այն ժամանակ ասում էին Երևանի կենտրոնից մի քիչ դուրս արի բան չկա, հիմա շատ լավ թաղամասեր կան, մեծ թաղամասեր, այսինքն իրանց ենթակառուցվածքներով, շենք շինություններ, իրանց բակերը մեծ տարածքներով, խանութներ եւ այլն, որ պարտադիր պետքա լինի կառավարությունը այդ ոնց որ ես հասկացա ստիպում է, որ պետքա խանութ լինի, պետքա դպրոց լինի, բժշկական կենտրոն լինի եւ այլն, կարելի է ապրել, պետք էլ չլինի իջնել կենտրոն ինչ որ հարցով։ Եվ ուսումնասիրեցինք, որ այն ժամանակ բացի դրանից, որ ասում են կենտրոնից դուրս բան չկա, Երևանից դուրս բան չկա, մեր շրջաններ ինչքան են զարգացել, այդ պետք է չես կարա թաքցնես, քանի քաղաք մենք գնացինք ինչ զարգացածություն է, չի մնացել են հին կոմունիստների հանգստյան տներ, նոր բաներ են կառուցվել, կան վերանորոգվել, տուրիստական իրոք շատ լավ, մենք հանդիպել ենք փոքր հյուրատներից, ինչ որ գյուղի մարդիկ դրանով շատ լավ ապրում են, շատ գեղեցիկ, յուրահատուկ ու մեծ լավ հյուրանոցներ։ Ինչն է իմ դուրը գալի Հայաստանի, որ մեր հայրենակիցները ընդեղի Լոս Անջելեսի հետ կկիսեն այդ,
որ ստեղ այդ մեր միտքը, այդ կրեատիվ, որ ասում ենք, որ կանանք մտովի հորինենք ինչ-որ մի սրճարան, ինչ-որ մի ծառայություն, ասենք թե ծառայության մատուցման ձև, ինչ-որ մի բիզնես արտադրություն, այդ այսօր Հայաստանում է։ Միացյալ Նահանգներում հնարավոր չի, շատ մեր հայրենակիցներ այդ բաներով եկան Լոս Անջելես, կոնկրետ Գլենդել, այս անկյունում կարելի է sense լավ բան բացել, չի կարելի եւ վերջ։ Եվ հետո մասշտաբների հարցը։ Հայաստանում կարող ես շատ լավ ներդրում անել եւ զարգացնել այդ նույն մասշտաբով դες կարող ԱՄՆ-ում ունենալ ներդրում։ Կիսվենք, որ միայն անշարժ գույքը չի, անշարժ գույքը դա որտեղ եք ապրելու, անշարժ գույք, որ ձեզ եկամուտ կարա բերել, ստեղ թույլ են տալիս բնակարանները, այդ նորակայարոցներում կիսեր փոքրիկ հյուրանոցային համարների նման անել, որը որ այնտեղ չեն թողի երբեք, այսինքն համապրելու տեղ կա եւ բիզնեսի համար եկամուտ կա, բայց տարբեր ոլորտներում ներդրումները ողջունելի են, արտադրություն եւ այլն ըստ մասնագիտության աշխատել, օրինակ ստեղ արդեն բերել Միացյալ Նահանգներին դեղի ձեռք բերած փորձը, վերջի վերջով ովքեր երիտասարդները անգլերեն լավ սովորել են եւ այլն, էլի ստեղ մի մեծ պահանջարկ կա երիտասարդների։ Եվ իդեպ, երբ դուք շրջել եք Հայաստանով մեկ, տեսած կլինեք, որ ներդրողների մի մասը դրսից է հենց։ Շատ-շատերին հանդիպեցինք։ Դրսից բերած փորձը, գիտելիքները, ֆինանսը, ամեն ինչ դրվել է եւ ստեղծվել է շատ լավ բիզնեսներ։ Քանի որ եկել ենք հետևենք, միշտ հարցնում ենք ով է գնել, որտեղից է, ճանաչում եք, հնարավորություն կա ծանոթանանք այդ մարդկանց, այդ շատ մարդկանց հետ անձամբ ծանոթացել ենք, շատ ուրախ ենք, լավ հետընկած ենք, իրանք արդեն շուտվանից են եկել ու տենց։ Գիտեք, Ալեքսանդր, ես այս պահին մտածեցի, որ դուք ձեր այս շատ պրոֆեսիոնալ եւ մանրակրկիտ ուսումնասիրությամբ ամբողջ Հայաստանի անշարժ գույքի ոլորտը, շուկան կարող եք կամուրջ հանդիսանալ ԱՄՆ-ում ապրող մեր հայ հայրենակիցների համար, որովհետեւ կարողանան իրենք էլ ճիշտ գրագետ ներդրումներ անել Հայաստանում եւ ինչու՞ չէ նաեւ տեղափոխվել ապրելու Հայաստանում։ Խոսքս այն հատվածի մասին է, որը պիտի գա ինքնակամ եւ այն հատվածի մասին, որոնց առջեւ կանգնած է դեպորտի վտանգը։ Առաջան այսօրվա դրությամբ այդ նոր օրենքը, որ ընդունել են, այսպես ասած, չգիտեմ ոնց է գործում, արդեն գործում է թե չէ, այսինքն եթե որևիցե մեկը քաղաքական ապաստարանի է դիմել, ինքը Միացյալ Նահանգներում այլևս չի սպասելու տարիներով, ասնյակ տարիներով։ Ինքը պետք է տեղափոխվի 3 երկիր ինչ է կարծեմ առաջարկում Գոնդուրաս, Էկվադոր ու Ուգանդա, ու որ դեպորտ են անում, ասենք չգիտեմ, որոշեն գնան այդ երկրներ դիմեն նորից դատարան, միանշանակ խորհուրդ եմ տալի վերադարձեք Հայաստան։ Այսինքն դուք հիմա կարող եք վստահորեն ասել, ելնելով ձեր բոլոր ուսումնասիրություններից, որ Հայաստանը կարող են դիտարկել ապահով պլան B։ Հավականին ավելի ապահով, գոնե ստեղ։ Սա մեր տունն է։ Ինչ կա մերն է, սխալներն էլ է մերը, լավ ձեռքբերումներն էլ է մերը, փողոցի փոսերն էլ է մերը, գեղեցիկ տեսարաններն էլ է մերը։ Մեր ձեռքում կարող ենք ամեն ինչը ավելի նորացնել, լավացնել, դրա համար պետք է մեր հայրենակիցները վերադառնան։ Ես ռասիստական ոչինչ չունեմ, բայց Հայաստանը ավելի միշտ մոնոէթնիկ է եղել, չնայած մենք այսօր մի քիչ պատկերը փոխվել է, ճիշտ է։ Մի քիչ պատկերը փոխվել ու սովորել ենք, մենք սիրում ենք մեր լավ կողմերը ցույց տալու օտար ազգերին եւ տարբեր երկրներում համայնքներ ենք ստեղծել հայկական, միևնույն է կարիքը կա մեր հայրենակիցների, որ գան Հայաստան, այդ պայմանները ստեղծվում, նույն ասում կրկնվեմ անշարժ գույքի միջոցով տեսնում ենք ում համար են սարքում ես։ Հետո մենք մեր համար զարմանալ էր, որ մենք տեսանք օտար ազգերի, որ ստեղ արդեն շուտվանից ապրում են։ Նույնիսկ բիզնեսում են հայերեն։ Եթե իրանց երկրից իրանք եկել են ստեղ ու ապրում են ու չեն ուզում գնան, ասում են ստեղ լավ է, մի բան կա, չէ՞, իսկ ինչի մեր հայրենակիցների համար ստեղ տենց լավ չի։ Իսկ այսպեսի մի նուրբ հարց, Արցախի կորստից եւ տարածաշրջանային այս բարդ փուլից հետո, ինչ եք կարծում, որքանով են ամերիկահայերը պատրաստ գալ եւ ներդրումներ անել Հայաստան։
Հավատացած եմ, որ մենակ մեր ասելով չի լինելու դա, կամաց ես տեսնում եմ այդ տենդենսը գալու են։ Իսկ ձեր տպավորությունները Էմիլիա ջան, Հայաստանի անշարժ գույքի շուկայից ինչ եք տեսել։ Ինչն է գրավել։ Տեսել ենք տարբեր սիգմենտներ, եւ luxury սիգմենտը, եւ երկրորդական շուկա բնակարաններ, որոնք պիտի վաճառեն առանց տնտներ, ցանկություն կա մարդկանց վաճառել եւ ասենք բնակարանից տեղափոխվել եւ կառուցել իրենց սեփական տունը, որը շատ հիանալի միտք է։ Ես հավանում եմ այդ փաստը։ Երկրորդական շուկան եք դիտարկում։ Այո, անշուշտ։ Բոլոր ոլորտներում փորձում ենք տեղեկացված լինել, որտեվ եթե պիտի լինենք այն կամուրջը եւ իրավասու լինենք նման ինֆորմացիա փոխանցել մեր հայրենակիցներին, ապա դա հարկավոր է հասկանալ բոլոր ոլորտներում ինչ է կատարվում այստեղ։ Մենք քննարկեցինք նոր դեպորտացիաների ենթակա մարդկանց իրավիճակը։ Զանգահարում են շատերը ինձ որպես իմ նախկին հաճախորդներ, իրանց ծանոթներ, թե ինչ պիտի կատարվի այն դեպքում, եթե ռեզիդենտը, ասենք ապրողը դեպորտացիայի ենթակա է եւ արդեն ստացել է այդ հրամանը, որ պետք է լքի երկիրը եւ ինչ-ինչ պատճառներով արդեն տարիների ընթացքում ապրելով ԱՄՆ-ում գնել է անշարժ գույք։ Ինչ է կատարվելու այն դեպքում, եթե շտապ նրանք փորձում են վաճառել։ Որևիցե խնդիր կամ ռիսկ կա, որ իրանց գումարները պետքա սառեցվեն իրանց հաշիվներում։ Ինչ տարբերակներ հայթայթեն, ինչ ուղիներ, որ անվանափոխեն, ասենք կադաստրային հարցերը լուծեն, դեռևս չկան ոչ մի, ես քննարկել եմ, ուսումնասիրել ենք եւ բանկային սիստեմում մասնագետների հետ եւ իրավաբանների հետ, դեռևս նման հրամաններ չկան, եթե ոչ ասենք ոչ լեգալ իրադարձությունների հանցագործության մեջ չի մի մաս եղել այդ անձը, նման ասենք ռիսկեր չպիտի լինեն, բայց հարցը նրանում է, որ այո, քանի որ մենք ունենք 20 տարիների այն փորձը արկի եւ վաճառքի վարկավորման ԱՄՆ-ում, այո, այն դեպքում, եթե մարդիկ կփորձեն տեղափոխվել ԱՄՆ-ից Հայաստան, մենք մեծ սիրով կօգնենք հասկանալ եւ օգնել վաճառքի հետ եւ միավորել եւ այո, եւ օգնել միգուցե նրանք վարկ են վերցնում եւ այդ վարկի հիման վրա, որը շատ ավելի ինտերնելի, շատ ավելի հարմարավետ տոկոսներով է արվում, հա, ԱՄՆ-ում գնել իրենց բնակարանը կամ տունը այստեղ Հայաստանում։ Եվ մի բան եւս, այստեղ շատ հետաքրքրված ենք եւ հանդիպում ենք տարբեր հայկական բանկերի ղեկավարների հետ հասկանալու համար ինչ սիստեմներ են, ինչ ծրագրեր են առաջարկվում քաղաքացիներին եւ ոչ քաղաքացիներին Հայաստանի եւ իդեպ բոլոր տարբերակները քննարկվում են եւ ինֆորմացիայի տեղեկությունների առումով մեծ սիրով կարող են պատասխանել այդ հարցերին։ Այսինքն մանրակրկիտ ամեն ինչ դուք ուսումնասիրում եք, շուկան եւ բոլոր հարցերը շուկայի հետ կապված։ Բոլոր գործընկերներին, խաղացողներին շուկայի։ Դեռ ամբողջովին չենք էլ հասցրել, անընդհատ երկարացնում ենք մեր Հիմա էլ եք որքան գիտեմ երկարացրել, չէ՞։ Երկարացրեցինք, դեռ շատ բաներ կա ուսումնասիրելու, իհարկե տեմպով Առաջի քայլեր իրական հարցեր լինեն, կարողանանք հարցերին պատասխանել, որ այս դիմեն մարդիկ, երևի մի հատ էլ կգան, ոչ թե երևի արդեն պատրաստում ենք, գծագրում ենք հոկտեմբեր ամսին, սեպտեմբեր, օկտեմբերին ենք ուզում գալ։ Շատ լավ, եթե այսօր հայ ընտանիքը ուզում է ներդրում անել Հայաստանում, հա, առաջինը ինչ հարցեր պետք է տա ինքն իրեն։ Արդյոք այս ներդրումը լինելու ձեռնտու, եթե սա ներդնում է։ Արդյոք դա ունենալու է իր վերադարձը, ինչ որ մի ֆինանսապես օգտակար լինելու ընտանիքին իրենց, արդյոք նրանք նախընտրելու են վերադառնալ Հայաստան եւ իրենց ներդրումը օգտագործել որպես իրենց մշտական բնակվելու տուն, առանձնատուն, բնակարան։ Սա այն հարցերն են, որոնց մենք բոլորս ենք գալիս հասնում։ Ինչ ենք նախատեսում գնել բնակարան եւ օգտագործել իրան որպես investment, որպես ներդրում տանալու համար եկամուտ, թե դա հնարավորին չափ հետաձգում է կամ որոշ ժամանակավոր շրջանում է ծառայելու որպես եկամտաբեր բնակարան, հետագայում մենք տեղափոխվելու ենք եւ ապրելու ենք այս բնակարանում։ Այս հարցերը ինձ թվում է շատ բնական ձևով բոլորիս մտքով անցնում է այստեղ ներդնում անելու համար
Դա է պատճառը, որ արդեն նախընտրում ենք տեսնել նորակառույց տարբերակներ, ավելի թարմ, ավելի ժամանակակից, հատակագծով, արդյոք այդ նորակառույցներ ունենալու են ժամանակակից ժամանցային կենտրոններ, շնորհակալություն, որտեղ այդ ստանդարտներին մեծամասամբ մենք սովորենք արդեն։ Ինչ եք կարծում, դուք արդեն գտել եք, չէ՞, այդ բոլոր հարցերի դրական պատասխանները այս ընթացքում։ Ինձ թվում է մենք ընթացքում ենք, անձամբ մենք մեր ընտանիքը ընթացիկ փնտրում է, ընտրում է, պլանավորում է, հուսով է մենք միանալու ենք այդ մարդկանց շարքին շուտով։ Երևանում ձեր ամենասիրելի վայրը ո՞րն է։ Շատ վայրեր կան սիրելի։ Կենտրոն ենք մենք երկուսս էլ ծնվել եմ մեծացել Աբովյան փողոց։ Էմիլիան մեր բակը։ Սկսած օպերան հայտնի Կարապիլիչը հենց կասկադ է, որ հիմա հենց ավելի շքեղ լավ տեսք ունի։ Հիշողություններից բաներ կան, որ էլ չի մնացել, շենքերը չկան կամ ձևափոխվել են, ինչ որ տակը այդ խմեր մանկական խանութների տեղը հիմա ռեստորաններ են կամ, բայց հիշողությունները շատ լավն են, շատ տաք հիշողություններ են։ Խնդիր մենք չենք ունեցել Երևանում։ Մենք միևնույն սիրում ենք զբոսնել Երևանով, մենք սիրում ենք Երևանը բոլոր եղանակներում ու մեծ հաճույք ստացանք այս ձմեռ անցկացնելով մեծամասամբ ամբողջ ձմեռը Երևանում։ Իսկական ձմեռ էր այս տարի։ Լավ, իսկ Հայաստանում այդ նոր հյուրատներից, որ պատտվեցիք, որը ձեզ ավելի շատ զարմացրեց, հիացրեց։ Ջերմուկում եղանք, որ շատ ցուրտ էր, ձյունը շատ տենց շուտվանից տենց ձյուն չենք տեսել, դրա նման Յուտա նահանգում ենք տեսել, որ հատ գնացինք նոր տարի Բաղ չեք տեսել, որ կարոտել ենք այդ ձմեռ, բան չնայած ցուրտ տենց չենք սիրում, բայց ջերմուկը շատ հետաքրքիր էր, այդ նորերը տեսանք, շատ լավ էր։ Ոչ մի վատ բան չեմ կարող ասել, որովհետև մենք ոնց որ Հայաստանում հանգստացել ենք 2005 թվից ներքև եւ կոմունիստների տարիներին դե ահռելի տարբերություն ենք տեսել։ Ու հիմա այդ միանգամից ոնց որ թռանք sense ապագա անգանք, տես ինչեր կա, նոր լավ լողավազանները մեջը այդ բոլոր պրոյեկտների մեջ, որ դուք հասցրել եք արդեն ուսումնասիրել, հետաքրքիր է, կա մի թաղամաս, որտեղ դուք կուզենայիք ինքներդ ունենալ բնակարան։ Սա գահեջի որպես գովաշ է, բայց ձեր համար ազնիվ ասեմ, հիմա այնքան զարգացել ու մարդիկ թաղից թաղ տեղափոխվել են տարբեր տեղեր, այդ կենտրոնը սենց բան չի, որ ես կենտրոնից եմ, շատ մեր ընկերներ արդեն ապրում են, ասենք թե Դավիթ Հաշենում այդ նորակառույց շենքում, որ այնտեղ եղել եմ, գնում եմ, շատ եմ հավանում Դավիթ Հաշենում, քիչ ավելի հանգիստ է այնտեղ։ Իսկ որ տենց ասում են կենտրոնը սենց, հենց վերցնենք մեր Լոս Անջելեսի downtown-ը, դեռ հայերը լավ գիտեն, այնտեղի խցանումները, ունդեղի, ասենք, սպասարկումը փողոցների մաքրել, բան դժվար է, այնտեղի ասենք այդ անտուն մարդկանց, անօթևան մարդկանց խնդիրը դեռ չեն ուզում լուծեն, ոչ թե չեն կարողանում լուծել։ Վերջին շատ ավելի լավացել են լուծեն, որոշ փողոցներ մաքրվում են, որովհետև ստիպված են այդ անել արդեն, մարդկանց պահանջում են։ Երևանում գոնե այդ խնդիրը չկա։ Կան խցանումներ, բայց այդ խցանումները նրա պատճառով, որ այսօր մարդիկ հնարավորություն ունեն մեքենաներ ունենալ։ Այո։ Մեկ ընտանիքում երևի թե քանի չափահաս մարդ կա, բոլորը իրենց մեքենան ունեն։ Այո, եթե մենք առաջ հիշում ենք, ամեն շենքի դիմաց 1-2 մեքենա էր կանգնած, հիմա ամեն ընտանիքում 5-6 մեքենա է։ Ես կարամ մեղադրես այսօրվա իշխանություններին կամ նախկին իշխանություններին, կյանքը փոխվել է, ժամանակակից պահանջները այլ են։ Մեքենաներ բաժանեցիք բոլորին անվճար, մարդիկ հնարավորություն ունեն գնել են, ապրում են, անշարժ գույքեր կապված գնային կարող է ինձ տենց ասեն մեր հայրենակիցները, որ թանկ է եւ այլն, վաճառվում է թանկ։ Թող հիշեն ինչ կատարվեց այս վերջի մի քանի տարին, թե այդ մեր սիրելի Գլենդելում, Բրբանկում ու մյուս քաղաքներում տները ինչ արժեքների հասան։ Իդեպ ընդեղի տները շատ տենց բարվոք վիճակում չեն, հին շինություններ են ու իմ կարծիքով իմ փորձից ելնելով միայն մեր հայերն են, որ թանկով առնում են տունը եւ մեծ գումարներ են ծախսում այդ տները վերականգնելու։ Այսինքն արտաքին պատերը քանդում,
վերանորոգեն կոսմետիկ իրանց վերականգնեն կոյուղիներով, հոսանքներով, ամեն ինչով հնեցած։ Իսկ քաղաքը ոչ մի բանով չի աջակցում այդ մարդկանց, որ իրանք այդ հին շինությունը, որ դա հողին հավասարվի փաստորեն, եթե մեր հայերը չվերականգնեն։ Ես չեմ հանդիպել ամերիկացի, որ մտնում է տենց մեծ պրոյեկտների մեջ, այսինքն առնում է իր համար ու սկսում է տենց պատերը քանդել, նորացնել, որտեղ այնտեղ փդել է արդեն այդ տունը տարիներին։ Այսինքն այս ժամանակակից համալիրները, հա, Երևանում գնային առումով էլ ընդունելի առաջարկ են, չէ՞, ԱՄՆ-ի հայերի համար։ Ընտրությունը մեծ, ասում եմ, luxury segment այդ քաղաքի կենտրոնում է, ինչա այդ բարձրարկ շենքեր կան, հələ ինչքան շենքեր մենք գիտենք, որ կառուցվելու է։ Դեռ կառուցվել է, որտեղ ստացել են, սկսվել է աշխատանքներ, այնտեղ ինչ է լինելու։ Քաղաքի մեջ, հա, օրինակի համար, որ կարող ես ապրել ու արդեն կենտրոն է։ Այսինքն ցանկացած սեգմենտի համար դուք գտել եք գնային առաջարկ եւ հանգիստ կարող եք դա ներկայացնել ԱՄՆ-ին։ Մենք Երևանից մյուս վարչական շրջաններն ենք ուսումնասիրում, ինչեր է այնտեղ կառուցվել, ինչեր է կառուցվում, շատ հետաքրքիր լավ պրոյեկտներ են, բավականին մատչելի նորմալ գներ են։ Իդեպ ասեմ ինչի եմ ասում ներդնել, կարելի է ներդնել շինարարության ընթացքում վճարել, ավարտից հետո գինը թանկանում, եթե իհարկե մեր հայրենակիցներից որոշները ուզում են այդպես, ասեն գումար աշխատեն, խնդրեմ, այդ հնարավորությունը կա այստեղ։ Այդ ֆորմուլան ԱՄՆ-ում չի օգտագործվում, այսինքն դա ինձ համար մի հետաքրքիր փաստ էր, որ հայտնաբերեցինք, որ այո, շինարարության մի պրոցեսում, մի էտապում գնային առումով մի գինը, արդեն 40% կամ 50% վաճառված լինելու պարագայում գները բավականին մեծանում են։ Իսկ ժամանցի վայրերը, հա, Հայաստանում ոնց կգնահատեք։ Հարցեր չկա, երևի ամբողջ աշխարհի հետ կարան մրցակցեն մեր ռեստորանները ու տենց lounge ակումբները, որ չես հոգնի գնաս փոքր ինչ-որ տան մեջ էլ սարքած ինչ-որ բաներ կա, իր հաճախորդներ ունի, լավ երաժշտություն։ Կարևորը լավ երաժշտություն ենք մենք լսում ամենք։ Լավ խոհանոց, բարձրակարգ սպասա։ Լավ խոհանոց, լավ սպասա։ Մրցակցությունը շատ լավ է ստեղ բերված։ Չի աշխատելու այն ռեստորանը, ով չունի լավ ինտերիեր, ինչպես Միացյալ Նահանգներում տարածված է այդ հին ստանդարտ ինտերիերը, գլենդելում են մեր հայրենակիցները, գոնե սարքել են մի քանի գեղեցիկ ռեստորան, որ դիզայն ունի, բայց շատ դժվար է այնտեղ աշխատացնել այդ ամեն ինչը։ Ունենք լավ բանկետ հոլ կոչվածները, որոնք միջոցառումների համար են նախատեսված, բայց իրանք ամեն օր չեն աշխատում։ Այդ մեր հայաշատ քաղաքները իրանք այսպես ասած կոչվում է քնելու շրջաններ, ասեն գնաց իր աշխատանքի եկար քնեցիր։ Ժամանցայինի համար պետքա քշես գնաս ինչ որտեղ։ Սիրելի վայրը հայերի Լաս Վեգասն է, միայն խաղատների համար չէ, որ այնտեղ մի քիչ ազատություն կա, այնտեղ ընտրություն կա ուր գնալ։ Բավականին ամեն ինչ թանկացել է Միացյալ Նահանգներում, որ ասում են Երևանում թանկ է կամ բան, ասում են տենց էլ թանկ չի։ Նորմալ է, տված այդ գումարի տեղը ավելի շատ դա բաներ է ստանում, քան հակառակ, քան այնտեղ։ Տեսնում եմ այն, որ ինչ որ ստեղ հայերը կարող են անեն, Միացյալ Նահանգներում չի լինելու, դա արգելված է, չեն կարող անել, իրանց այդ բյուրոկրատիան, այդ ամեն ինչը, այդ տարիներով սպասելը, առաստաղից մի բան կախելու համար այդ մեծ թեմա է, ասենք, մեծ մասը մերժվում է, ինչի եմ սկսել ներվել Լոս Անջելեսից, Կալիֆոռնիայից, 2005 թվականին, երբ որ մենք գնացինք, մեզանից առաջ եկածները արդեն ասում են, էս էլ այն ամերիկան չի, որ մենք էինք եկել, բայց ասում ենք, բայց վատ չի, գները եւ այլն շատ մատչելի էր։ Հիմա մենք ենք ասում նոր եկածներին, ասում ենք, էս այն ամերիկան չի, որ մենք եկանք, այն ժամանակ էս կարելի էր, էս կարելի էր եւ այլն։ Նկատեցինք, որ ամեն տարի չի կարելին ավելի շատ է, քան կարելին։ Հայությունը ես նկատել եմ ներվում են, այնց սահմանափակ են, իրանց այնց դրել են։ Ամեն ինչը պահանջում է արտադրություն, տարբեր բիզնեսներ փակվեցին եւ այլն։ Տարիների ընթացքում Հայաստանում դաշտը շատ ազատ է, մրցակցությունը կա առողջ, չկա մենաշնոր եւ շատ ավելի լավ է ներդրումների համար, այնպես որ հիմա մեր մտերիմ ընկերները, որ ամերիկան անձնագրով իրանց երեխաներով հանգիստ եկել այստեղ ու
տենց լավ ապրում են։ Հարց է լինում, բա դպրոցները կամ պետական դպրոցներ խնդրեմ, բայց մենք տեսանք մասնավոր դպրոցները, private կոնցեպտով եւ փայլում դպրոցներ։ Այո, որ Լոս Անջելեսում սահմանափակ հայեր են կարող այդ վճարները կատարել ընդերի։ Ես հավատացնում եմ ձեզ, ուղղակի հետաքրքրության համար թող մի հատ ուսումնասիրեն ինչպիսի դպրոցներ են, ինչպիսի շինություններ են, որ Միացյալ Նահանգներում չկա այդպիսի հայկական դպրոց, որ այդ ամեն ինչը ունենա, ինչ որ ստեղծված է, մասնավոր դպրոցները, դա էլ է կարևոր ասում են, ես չեմ ուզում իմ երեխան պետական դպրոց գնա, խնդրեմ, կան մասնավոր դպրոցներ, որտեղ տեղերը սահմանափակ են, այդքան մարդ տալիս է իրանց երեխային այնտեղ առավոտից մինչև ժամը 6-ը տանում են, բերում են տրանսպորտ։ Ամեն ինչ ամենաբարձր շտակի վրա։ Շատ այդ փրկում է։ Կան մասնավոր մանկապարտեզներ, կան մասնավոր դպրոցներ։ Երջանիկ են, որ երեխաները գնալու են դպրոց, սնվելու են այնտեղ ու դաշնամուր կուզենան, սպորտ, թե ինչ սա մի տեղ է։ Պետք չի գնալ տանել, բերել ամբողջ օրը կորցնել ծնողը աշխատելու է։ Իրանք գիտեն արդեն ինչ են անելու, ինչով են զբաղվելու ամուսիններով երիտասարդ զույգը, ասում եմ, ստեղ պայմանները շատ ավելի լավ է մեր համար կան այնտեղ։ Լավ, այսքանից հետո դուք ձեր կյանքը որտեղ եք տեսնում, Հայաստանում, ԱՄՆ-ում, թե երկու երկրների միջև։ Ես ասեմ դու շարունակես։ Ազնվությամբ միշտ ասել եմ, ես այդպես տրամադրել եմ ինձ, որ իմ խորը ծերությունը ես ուզում եմ Հայաստանում լինեմ, ուզում եմ իմ ընկերների հետ ծերանամ 40-ից 50-ից հետո կյանքը նոր է սկսում, ասենք բալանսավորվել, sense հանգստացել ենք իրար հետ լինենք, ընկերության հիմնն է լավը ոնց որ ասում Այո, միանշանակ։ Եթե կարելի է ես էլ ավելացնեմ, իհարկե ամենաիդեալական տարբերակը կլինի, որ մենք կարողանանք անմեջ լինել եւ Հայաստանում եւ ԱՄՆ-ում, քանի որ մեր երեխաները դեռևս այն կարգավիճակում են, որ պահանջելու են մեր ներկայությունը ԱՄՆ-ում, բայց նայեք որտեղ է գտնվում Հայաստանը։ Մի քայլ Եվրոպայից են կողմ, շրջագայել, հնարավորություններ, սա իհարկե կլինի իդեալական տարբերակ այս համար, նամանավանդ ինչպես ինք ասեց 40-ից 50-ից հետո մի նոր շունչ է գալիս զույգերի վրա եւ մեր ընկերությանը մենք շատ կարոտ ենք մնացել մեր հարազատներին, այս տարիների ոնց պիտի վերականգնենք այդ լցնենք այն դատարկությունը, որը մենք ունեցել ենք ժամանակին։ Այո, ընդունեմ այն փաստը, որ մենք շատ լավ ընկերներ ձեռք բերեցինք ԱՄՆ-ում, շատ մեծ հարազատներ ընտանիք կարելի է համարել, բայց միևնույն ժամանակ մեր քույրիկների, մեր եղբայրների երեխաներն են մեծացել այս ընթացքում, մեր ընկերների երեխաները, սա չեմ ուզում համարել բաց թողում, այսպես ստացվեց, ճակատագիր էր, բայց հիմա եկել ենք այն փուլը ենք ասել, որ ուզում ենք մասնակցենք ու սենտիմենտալ ենք շատ սենտիմենտալ ենք դարձել այս մի քանի ամիս այստեղ անցկացնելուց հետո ու հուսով եմ դա այդպես էլ կլինի։ Այ 20 տարի դուք աշխատել եք նույն ոլորտում միասին։ Դա հեշտ է, թե դժվար, կարճ միացումներ շատ են եղել այդ 20 տարիների ընթացքում։ Այդ հարցը ինձ պիտի հղված լինի։ Ասեմ, իհարկե եղել եմ վիճել, բայց մենք մի օր ենք մշակեցինք շատ շուտ, որ աշխատանքը, անգլերեն ասած բիզնեսը, բացարձակապես մեր անձնական հարաբերությունների վրա չի ազդելու, չի պիտի ազդի։ Դրա համար մենք բիզնեսը դրեցինք երկրորդական, իսկ ընտանիքը առաջինն է միշտ։ Անգլերեն տենց ամերիկյան ասած business first, տենց բաները մենք հանեցինք, չէ, բիզնեսը երկրորդական է, դա ապրելու միջոց է։ Շատ բաներ մեզ թույլ չենք տվել, որտեվ հասկացել ենք, որ ընտանիքից կտրվելու ենք, կարող է ազդի մեր հարաբերություններին։ Ես ասեմ մի բան, որ առանց Ալեքսանդրի ես կործանված կլինեի։ Ինքը նենց ոլորտներում է կարողացել ինձ բարձրացնել, օգնել, թևեր տալ։ Ինչ ժամանակի առումով ես հասցրել եմ մաքսիմալ, ասենք, օգնություն եւ ծառայություններ տալ իմ հաճախորդներին, միայն նրա շնորհիվ, որ Ալեքսանդրը եղել է կողքիս եւ շատ բաներ կարողացել է
ոնց որ ես կարողացել եմ delegate անել, այսպես ասած, փոխանցել նրան եւ վստահ լինելով շատ աշխատասեր մարդ, ինձ շատ դժվար է եղել վստահել իմ աշխատակիցներին։ Ունեցել ենք փորձ, ունեցել ենք օգնականներ, բայց մի մարդը ում կարող եմ ես 100%-անոց վստահությամբ ուղղակի դիմել, ասել սա քո վրա, ես ուղղակի հոգնած եմ կամ ինձ պետք է մի թեթև հանգստանալ եւ այլն, դա միշտ եղել է Ալեքսանդրը։ Վստահություն եւ 100%-անոց իսկ առանց չափից դուրս աշխատասիրությամբ չափից դուրսը լավ մեր վիճաբանությունների մի մասն էլ է դա գաղտնիք բացեն, որ ինքը եթե սկսում է աշխատանքի պետք վերջացնի, ինքը չի թողում, ես էլ վաղը կանենք, ես էլ սենց կարգը այդպես է իհարկե, բայց ոչ Էմիլիայի դեպքում ինքը հաճախորդի գործը վերցրեց, գիշերներով չի քնի, առանց չափազանցնելու հասցնի ավարտի, առանց իմ աշխատանքը ոչինչ է, քանի որ ինքը շատ բարդ փաստաթղթերի հետ է աշխատում, որը որ ես չեմ կարող անեմ, չեմ էլ սիրում, ես համակարգչի մոտ ժամերով իր նման ուղղակի անհնար է նստեմ ես։ Իսկ ձեր զավակները ձեզ կմիանան այս գործում։ Ցանկություն կար տղաս այն ժամանակ դպրոցական տարիներում ասում էր ձեր պես ոնց որ անշարժ գույքի մեջ աղջիկս տենց բանը մենք արգելեցինք, ասեցինք եկեք ամբողջ ընտանիքով կախված չլինենք այս շուկայից, ասիկան եկամուտը դրանից չստանան։ Ինչով են իրենք զբաղվում։ Տղաս մեծ տղաս այսա 27 տարեկանն է իր լինելու մի քանի օրից ինքը բժշկական ոլորտում է, բուժ աշխատակից է, բժշկի օգնական, այսպես ասեմ, այնտեղ սիստեմը մի քիչ ուրիշ է։ Իսկ մեր աղջիկը լինելու է պսիխոլոգ, հոգեբան։ Հոգեբան, երեխեքը շատ գոհ են, իրanci շատ շնորհակալ են։ 21 տարեկան էլ նա։ Այդ են ընտրել իրանք, մենք չենք ստիպել, ես կուզենայի, որ չգիտեմ, տղաս լիներ իրավաբան, աղջիկս լիներ, չգիտեմ, բժիշկ, բայց ասեցին չէ։ Շատ շնորհակալություն, սիրելիներս, այս սիրուն հանդիպման համար։ Թվում էր, թե մենք ամբողջ ընթացքում խոսում ենք անշարժ գույքի շուկայից, բայց ես հասկացա, որ մենք խոսում ենք ընտրության մասին։ Ընտրություն, որպեսզի կարողանալ չվախենալ փոփոխություններից, ընտրություն, որպեսզի կարողանալ դժվարությունները դարձնել հնարավորություն եւ վստահության մասին, այն մեծ վստահության, որ դուք կարողացել եք ձևավորել ԱՄՆ-ի շատ դժվար անշարժ գույքի շուկայում։ Շատ շնորհակալ եմ ձեզ, որ դուք ձեր փորձը, գիտելիքները եւ որ ամենակարևորն է հավատը բերել եք Հայաստան։ Դա ամենակարևորն է եւ այդ հավատը այստեղից ուղում եք մեր հայրենակիցներին ԱՄՆ-ում ապրող։ Ես հրաժեշտի Մարաշի այս շքեղ քաղցրավենիքով տուփը ձեզ եմ տալիս, անպայման կհամտեսեք եւ իհարկե ուզում եմ մեր երեքի փոխարեն երազել, որ տարիներ հետո, երբ մենք քննարկենք այս փուլը, մենք արձանագրենք, որ դուք ճիշտ պահին հայտնվեցիք ճիշտ վայրում։ Ամեն։ Կամեն, շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ։